Նինոց Մինդայի աշխարհագրական դիրքը միշտ էլ անբարենպաստ եղանակների անախորժությունների պատճառ է հանդիսանում գրեթե տարվա բոլոր եղանակներին։ Մեկ ձմռան կեսին կարելի է տեսնել արևոտ պայծառ եղանակ ձնհալ, թվում է թե արդեն գարուն է, սակայն այդ գեղեցիկ արևոտ եղանակը միշտ անախորժությունների սկիզբ է ազդարարում։ Դրանից հետո տեղացող առատ ձյունը սառնամանիքի եւ քամու հետ առաջ է բերում մի շարք խնդիրներ։ Օրերս ուժեղ բքի հետևանքով ոչ միայն փակվել էին գյուղ տանող ճանապարհները, այլև դեպի Թբիլիսի եւ Հայաստանի սահման տանող մայրուղին։ Գյուղամիջաճանապարհները հիմնականում մեծամասամբ բաց են, անցանելի են, մինչև մեր Հայաստանի եւ Վրաստանի սահման հասնող ճանապարհը բաց է, անցանելի է, պարզապես դեռ համաձայնություն չկա, որպեսզի արդեն միջպետական ճանապարհները բացվեն, որովհետեւ դեռ եղանակ այնպեսին է, ամեն պահ հնարավոր է բուկ լինի, ճանապարհները փակվի։ Խցանումները շատ կեն են եւ դուք գիտեք վերջերս կատարված դեպքը, այնպես որ մենք ոչ թե ինչ որ արհեստական ենք այդ ճանապարհները փակել, որպեսզի անանցանելի եւ այլն որ Հայաստան դիտեն, պարզապես դա մտածված քայլ է, որպեսզի ժողովուրդը խցանման մեջ չլինեն եւ ավելորդ թվում խնդիրներ առաջ չկանգնեն։ Իսկ ընդհանրապես կախված ուրեմն մեր եղանակային պայմաններից, դուք գիտեք որ ժամերի ընթացքում կարող է 10 րոպեի ընթացքում ճանապարհը փակվի Հայաստան գնացող ֆեդերալ ճանապարհ, ստայնվել մենք աշխատում ենք ճանապարհը բաց պահել եւ եղանակի հենց արդեն լավանալ դեպքում հնարավոր է որ ժամեր հետո ճանապարհները բացի։ Այստեղ պատրաստ է թե տեխնիկան, թե ուրեմն մենք այլ շրջաններից էլ օգնության ենք կանչել, տարբեր տեխնիկաներ կան, հատուկ տեխնիկաներ կան, կանգնած են եւ ամեն դեպքում ճանապարհների վրա աշխատում են եւ ճանապարհները այս պահին բաց են։ Չնայած եւ այդ ժամանակահատվածում պարբերաբար մաքրվում էին ճանապարհը, բայց այսօր արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի սահման տանող մայրուղու վրա, որտեղ 80-ից ավելի մեքենաների շարան մնացել էին ճանապարհին եւ գուցե երկար այնտեղ մնային, եթե օգնության չհասնեին մաքրող տեխնիկաները։ Ջավախք ավտոգզա ընկերության տնօրենի խոսքերով, թեև չի թույլատրվում իրականացնել մաքրման աշխատանքներ ձյան առատ տեղումների հետևանքով, բայց այս պահին տարվում է մաքրման աշխատանքներ, որպիսի ոստիկանների եւ փրկարարների ուղեկցությամբ մեքենաներին հասցնեն մինչև Վրաստանի Մաքսակետ։ В сторону Армении мы вчера до конца открыли. Сегодня утром должны были пустить. Сегодня утром был сильный ветер. До Гореловки нормально, до Ефремовки, вернее, нормально. Дальше Ефремовки заносы. Мы вот едем и сегодня откроем, обязательно проведем до границы. 70 машин приблизительно. Может, и потом еще добавились, по последним данным у меня 70 машин было. Ну, мы вот не пускаем в одну колонну при форс-мажоре, по-другому нельзя, потому что сильный ветер, метель, я утром был, там проверил, и нельзя пустить. Я понимаю, что люди недовольны, это ясное дело, естественно, что задержки такие, но должны все, я всех обратился вчера просьбой пониманием отнестись, потому что здесь идет речь об опасности жизни. И не каждый понимает. И вот иногда у нас тоже нервов не хватает объяснять, и люди тоже напряжены, я их тоже понимаю, но все-таки надо подчиняться указаниям полиции, нашим службам. По-другому никак нельзя. Сейчас вот маленькая задержка, сейчас продолжим дорогу и дойдем до Ефремовки, дальше Ефремовки немножко побольше времени придется, потому что там надо чистить. Вчера вечером в 2 часа ночи, час ночи абсолютно было чисто. Абсолютно. Ну и погода более-менее. Но в час ночи все-таки не рискнули, руководство не рискнуло пустить колонну. Но в данный момент сегодня опять ветер. В эти дни прогноз такой, что ветры, поэтому официально не открывается дорога, но при форс-мажорной ситуации вот решение было принято, что сопровождать колонны вот так. И оттуда тоже обратно, вот у нас 6-7 единиц и проведем до границы. Հայաստանի Հանրապետության սահման տանող ճանապարհահատվածի փակվելուց հետո այն չթույլատրվեց բացել։ Միայն նրա համար, որ ցանկացած րոպեում կարող է եղանակ վտանգ հանդիսանալ մարդկանց կյանքի վրա, որը մեծ քուճապ ստեղծեց ուղևորների մոտ։ Իսկ ճանապարհը հսկվում է ինչպես ճանապարհային ոստիկանության, այնպես էլ փրկարարների կողմից, իսկ շրջանի վերադասը առանց դադարի ոչ միայն հսկում են, այլ նաև ֆիզիկական աջակցություն ցուցաբերում ճանապարհի мնացած ուղևորներին եւ մեքենաներին։ 4 числа приехали из Еревана, с 5 числа не можем доехать. Говорят, что дорога открыта, но официальным государственным официальным информациям дорога считается закрытым. Сейчас должны приехать эти
трактористы, чтобы открыли дорогу, чтобы мы поехали. Уже третьи сутки приедем сюда, не можем уехать. Խիստ ձմեռը արդեն իր ներկայությունը զգալ տվեց մեր շրջանում։ Նման իրավիճակ եղել է մոտ 20 տարի առաջ, որի մասին շատերը չեն էլ հիշում։ Երկօրյա փոթորիկն ու քամին Նինոց Միլիայի շրջանի համար ստեղծեց արտակարգ իրավիճակ, եւ այդ ամենը հսկողության տակ պահելու համար Վրաստանի խորհրդարանի падգամավոր Հենզել Մկոյանի միջնորդությամբ կառավարության կողմից ստեղծվեց արտակարգ իրավիճակների շտաբ, որն էլ падգամավորը անձամբ է ղեկավարում, որպեսզի իրազեկ լինի ամեն մի իրադարձությունից։ Նշենք, որ սա մեր շրջանի համար նորություն է։ Նորաստեղծ շտաբը այն ամենօրյա եւ 24-ժամյա ճանապարհային հսկողություն է իրականացնելու, որպեսզի ոչ մի ան չհայտնվի փոթորիկի ճանկերում։ Ճանապարհին մնացած ուղևորներին ժամանակին հասցվի ֆիզիկական եւ բժշկական օգնություն։ Մեր մեխանիզատորները պատմում են, որ վերջի 30 տարին իրենք այսպիսի ծեմեր չեն տեսել, որովհետև ուրեմն արդեն 3-րդ օրն է, ուրեմն քամին չի կտրվում, ուրեմն մաքրում են, տեխնիկան աշխատում է, բայց ամեն 2 ժամը մեմ այդ մաքրած ձյունը նորից բերում լցնում է քամին տեղը։ Ես ուրեմն 3 գիշերը ժամը 1-ին եմ Հայաստանի սահմանից վերադարձրել, ինչքան որ մեքենաներ կան, մենք 3 գիշերը հետ բերեցինք, այսօր էլի 100-ից ավել մեքենաներ նորից մակրող այդ մեքենաները գնացին առաջ, որ իսկ հետևից այդ կալոնան, որովհետև այդ Արլովկա, Կարելովկա հատվածում էլ ուժեղ քամի էր, որպեսզի ճանապարհի մեքենաները չմնան, հիմնական այդ հարցը այն է, որ կարող է պրոբկաներ լինեն ու այն ժամանակ արդեն դրությունը կվատանա։ Դրա համար, որ այս տարի շատ խիստ է ձմեռը, մենք ստեղծել ենք շտաբ, ուրեմն շտաբը աշխատում է ուրեմն 24 ժամ ու ամեն ժամ ուրեմն կոնտրոլի տակ է, շտաբի անդամները աշխատում են, ամեն րոպե գտնվում են մարդկանց հետ։ Այս վերջերս բողոքներ կան, որ պատրուլը չէր թողնում մարդկանց որ գնային։ Մենք կապնվեցինք ուրեմն այդ պատրուլի սլուժբայի պետերի հետ, ուրեմն դուրս եկա, որ իրենք մեղավորը չեն, այլ մեղավորը ուրեմն մեր ճանապարհային դեպարտամենտն է գլխավոր, որ Թիֆլիսից են կանգնեցրել։ Հիմի տելեֆոնոգրանով մենք ուրեմն կապնվեցինք ու եկանք այն ֆորմուլային, որ մենակ առանց տեխնիկաների չի կարելի մեքենաները թողնել, այս օրերի մինչև այս փոթորիկը ձյունը կտրվի, միակ մեր ֆորմուլան պետք է ուրեմն մեքենաները բոլորը հավաքվեն, առաջից գնան ուրեմն այդ ձյուն մակրող մեքենաները, հետևից կալոնան, то есть առանձին մեքենաներին չի կարելի թողնել, որովհետև ուրեմն ճանապարհին կարող է փոթորիկ հանգարց նորից քամի բարձրանա, փագի ճանապարհը նորից զոհեր լինեն, ինչպես գիտեք վերջում էս 2 օր առաջ մեր մոտ զոհ եղավ, որովհետեւ ուրեմն մենք ժողովրդին չթողնենք, որովհետեւ այդպիսի դեպքեր կատարվեն, էլի։ Հենզել Մկոյանի խոսքերով ամենակարևորը բնակիչների անվտանգությունն է, իսկ երթևեկությունը դադարեցնել անհնար է։ Այդ իսկ պատճառով երթևեկությունն կապահովվի հատուկ ժամերի եւ մաքրող տեխնիկաների ուղեկցությամբ։ Այսօր ուրեմն ժամը 2-ի կողմերին, ամսու 8-ին 2-ի կողմերին ուրեմն մենք 80-ից ավել մեքենա ուղարկել ենք, արդեն գնացել են, արդեն համարյա հասել են, նոր ես զանգեցի ուրեմն Վլադիմիրովկա գյուղը, իսկ գիշերը նորից 30-ից ավելի մեքենա մենք այնտեղից բերեցինք գիշերվա ժամը 12-ի մոտ սահմանից, բացի դրանից երեգել ժամը 7-ի կողմերը մի կալոնա նորից մենք տարանք, հասերինք մինչև Վրաստանի սահմանը հետ եկանք։ Այդ ֆորմուլան է աշխատելու մինչև եղանակը հանդարտվի։ Շտաբը գործում է 24 ժամ, ամեն ժամ ուրեմն կոնտրոլի տակ է գտնվում։ Իմ ուրեմն խնդրանքն է ժողովրդին, որ ժողովուրդը անպայման համբերադար լինի, ուրեմն ժողովուրդը գիտի թե ճանապարհը բաց է, պատրուլը չի թողնում, ոչ, ուրեմն մենակ
պետք է անպայման այս օրերին շարժվեն կալոնաներով։ Ուր ասենք 2-3 մեքենա առանց սապրավազդենիայի, առանց այդ տեխնիկայի, որ դեմից գնում է, իրավունք չունեն գնալու, որովհետև այսօր ես երեք աչքովս եմ տեսել, ասենք Գարելովկա մինչև գնում ես քամի չկա, ձունը կտրվում է, 5 կիլոմետր բարձրանում ես աշկաշկի չի երևում։ Դրա համար այս օրի մենակ պետք է համախմբվեն, կալոնաներ կազմեն, ինչ որ ժամեր նշանակենք, այդ ժամերին շարժվեն։ Գլխավոր հիմա ինչ ասենք, թող տեղ հասնեն, 2-3 ժամ էլ ուշ հասնեն, բայց ավելի լավ է հասնեն նորմալ տեղ, քան թե ինչ որ ռիսկի գնան։ Ջավախքը լինելով լեռնային գոտի նման եղանակների հանդիպում ենք ամեն տարի, սակայն շրջանը պատրաստ է հաղթահարելու ձմռան հայտարարած պատերազմը, քանի որ արտակարգ ռեժիմով աշխատում են ոչ միայն փրկարարները եւ ոստիկանները, այլ նաեւ շրջանի վերադասը։